Եղել են խեղտամահանելու փորձեր, տանից եղել է փախել եմ ես, գցել են գետնին մազերիցս քաշելով տարել են մինչև տուն։ Բանալիներով օրինակ այնպես են հարվածել իմ մարմնին, որ մինչև հիմա սպիերը կան։ Իմ աչքը ուռել էր, փակվել էր, բայց ես ոչինչ չի զգում։ Իմ արդեն սկսել էր սիրտս ու հոգիս ցավել։ Երեխաներից մեջ շատ կա այդ ագրեսիվությունը։ Խոսում է իրենց հետ, որ չի կարելի։ Ասում են, բայց ինչի, papan քեզ խփում է։ Դու հղիության ընթացքում եւս բռնության ես ենթարկվել։ Կարող եմ երեխան ուղղակի չապրեր, իմ աղջիկը ծնվեց 800 գրամ քաշով, բռնության հետևանքով։ Ցավում եմ շատ հերոսուհու փորձառության համար։ Տեսա մեկնաբանությունները եւ կարիք եմ տեսնում ասելու, որ հաճախ աբյուզիվ հարաբերություններից անձին դժվար է դուրս գալ եւ ֆիզիկապես եւ հոգեպես, որովհետեւ ամբողջ ռեսուրսները ծախսվել են հենց այդ հարաբերությունների պահպանման եւ գոյատևման վրա։ Անձը այստեղ հաճախ ունի ոչ թե սեր, այլ ձգողություն եւ կախվածություն բռնարարից։ Մենք ունենք բիոքիմիական եւ հոգեբանական մի շարք մեխանիզմներ, որոնք նպաստում են սրան։ Հաճախ նաև անձի համոզմունքները, անցյալի փորձառությունը, կոգնիտիվ մի շարք process-ներ նպաստում են նրան, որ նա չկարողանա այստեղից դուրս գալ։ Եվ իհարկե, հիշենք նաև, որ բռնարարը հաճախ իզոլացնում է անձին իր բոլոր արտաքին հնարավորներից, որպեսզի հեշտ լինի իշխելը եւ ղեկավարելը, այնպես որ սա նշանակում է, որ անձը հաճախ չունի նաև արտաքին հնարավորներ, որոնք որ իրեն կարող են օգնել դուրս գալ այստեղից։ Ինչպես դուրս գալ աբյուզիվ հարաբերություններից, եթե դուք գտնվում եք նման փորձառության մեջ, կարող եք կարդալ նկարագրության բաժնում եւ որպես վերջաբան ուզում եմ ձեզ հիշեցնել, որ որևէ հարաբերություն չի կարող հավասարվել ձեր հոգեկան խաղաղությանը, ձեր եւ ձեր երեխաների։ Իսկ երեխաներին երջանիկ եւ առողջ անհատներ դառնալու համար անհրաժեշտ է ի սկզբանե առողջ ծնող եւ ծնողներ։ Այնպես որ եթե դուք մտածում եք, որ օգնում եք ձեր երեխաներին մնալով ոչ կառուցողական անառողջ հարաբերություններում, ուզում եմ հիշեցնել, որ երեխաներին նախ եւ առաջ անհրաժեշտ է խաղաղ, առողջ մանկություն, ինչը անհնար է այս տեսակի հարաբերություններում։